Կեսօրից 4 ժամ անցել էր։ Մի խումբ ձիավորներ փոշու ամպերի մեջ կորած ամենայն արագությամբ արշավում էին արևբանոսից դեպի Հադամակերտ տանող ճանապարհով։ Որքան մոտենում էին քաղաքին, այնքան ավելի փութացնում էին իրենց երևարների ընթացքը։ Նրանց թիվը շատ չէր, մեկը ձիավարում էր ամենից առաջ, որ ձեռքում տանում էր մի կարմիր դրոշակ։ Նրա ետևից գնում էր մի սպիտակ ձիավոր, որ բոլորի գլխավորն էր երևում, իսկ հետո 9 ձիավորներ, ընդամենը 11 հոգի։ Այդ գնում էր Մերուժան արծրունին, գնում էր դեպի յուր նախահարց Ոստանը, իշխանական մայրաքաղաքը Հադամակերտ։ Այն կենդանի ճանապարհը, որով անցնում էր նրա ասպախումբը եւ որը ամբողջ օրը լցված էր լինում երթևեկների ուրախ բազմությամբ, այժմ բոլորովին դատարկ էր։ Ոչ ոք չէր երևում։ Այդ շատ զարմացնում էր Մերուժանին։ Նա անհանգիստ կերպով աչք էր ածում շուրջը։ Չէր փայլում հենց որի մանգաղը, որ օրվա այդ զովաբեր ժամուն ավելի եռանդով էր գործում։ Չէր լսվում հերկավարի երգը, որ կենդանացնում էր գեղեցիկ շրջակայքը, եւ անհոգով վիսրինգն անգամ լռել էր, ոչ ինքն էր երևում եւ ոչ յուր խշիները։ Նրան այնպես էր թվում, որ անցնում է անապատների միջով, ուր կյանքն ու գործունեությունը վաղուց արդեն դադարել էին։ Բայց նա այլ բան էր սպասում։ Նա սպասում էր, որ յուր քաղաքացիք խուռն բազմությամբ կդիմավորեն իրան։ Այդ ճանապարհի աջ եւ ահյակ կողմերը ծածկված կլինեն առանց եւ կանանց խումբերով, եւ բազմությունը ցնծության աղաղակներով ու նվագարանների հնչյուններով կտանեն նրան մինչեւ յուր իշխանական ապարանքը։ Բայց ոչ ոք չհայտնվեցավ։ Մինչև անգամ յուր տոհմայիններից ոչ ոք չդիմավորեց նրան։ Միթե յուր գալուստը հայտնի չէր նրանց։ Այդ մասին մի օր առաջ իմացում էր տվել յուր մորը, ուրեմն ինչ էր նշանակում այդ ընդհանուր բացակայությունը մարդիկների, այդ անապատը։ Այդ միտքը վրդովեցնում էր նրան եւ լցնում էր նրա ալեծուփ սիրտը մի խուլ տարակուսանքով, որ հետզհետե կասկածի կերպարանք էր ստանում։ Ետ դառնալ թույլ չէր տալիս նրա անսահմանազնասիրությունը, իսկ առաջ գնալու համար ոչինչ բարիք չէր սպասում։ Գուցե կհանդիպեր յուր քաղաքացիների ապստամբությանը, գուցե զենքերը ձեռքում կդիմավորեին նրան։ Ինչ էլ որ պատահելու լինի, փույթ չէ, մտածեց նա խորին սրտմտությամբ եւ վճռեց առաջ գնալ։ Վերջապես հասավ նա քաղաքադրներին։ Նայեց դռան ճակատին եւ սոսկաց։ Այդ հոյակապ դուռը, որի բարձր կամարները ամեն մի հանդիսավոր մուտքի ժամանակ զարդարված էին լինում ծաղիկներով ու պսակներով, այժմ ներկայացնում էր մի տխուր տեսարան։ Դռան ճակատը պատած էր սև պաստառներով, իսկ վերևում փողփողում էին երկու սև դրոշակներ։ Այդպես անում էին միայն այն ժամանակ, երբ երկրի իշխանի դագաղն էին ներս տանում։ Իսկ այժմ ով էր մեռյալը, ում համար էր այդ սգավորությունը։ Սրտի խորին բաբախմունքով ներս մտավ նա։ Արջևից գնացող դրոշակագիր ձիավորը առեց գոտից քարշ ընկած շեփորը եւ մի քանի անգամ հնչեցրեց։ Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որի 3 անգամ լսելի եղավ մայր եկեղեցու բարձրությունից։ Այդ ձայնը, որպես երկնքի սպառնական ձայնը, սարսափ ազդեց ուրացողի վրա։ Նա շարունակեց առաջ գնալ։ Ուրախ աղմկալի Հադամակերտը ներկայացնում էր մի մեռյալ քաղաք։ Փողոցներում ոչ ոք չէր երևում, չէին երևում եւ անասուններ։ Ոչ մի ձայն չէր լսվում, ոչ մի շշունջ անգամ չէր խռովում ընդհանուր գերեզմանական լռությունը։ Այն փողոցը, որով գնում էր նա եւ որը ուղիղ տանում էր դեպի իշխանական ապարանքը, նրա վրա խիստ ծանր եւ սպանիչ տպավորություն էր գործում։ Հատակը ծածկված էր մոխրով։ Բոլոր տների դռները փակ էին, իսկ դռների ճակատները նույնպես պատած էին սև պաստառներով։ Իմ քաղաքացիքը, մտածում էր նա, երես են դարձրել ինձանից։ Նրանք իմ վրա նայել անգամ չեն կամենում, նրանք ինձ մեռած են համարում, այո, բարոյապես մեռած։ Բարկությունը խեղդում էր նրան, երբ մտաբերում էր վաղեմի ժամանակները։ Եղել էին օրեր, երջանիկ օրեր, երբ նա հաղթական փառքով վերադառնում էր պատերազմից։ Այդ փողոցի հատակը ծածկված էր լինում ծաղիկներով ու կանաչ տերևներով, իսկ այժմ նրանց փոխարեն մох էր ցանած։ Դռների ճակատները զարդարած էին լինում գորգերով, թավիշներով, գույնզգույն կերպասներով եւ ամենագեղեցիկ գործվածքներով։ Իսկ այժմ ամբողջ քաղաքը սուք էր զգեցել։ Կանայք եւ աղջկունք, ծեր եւ տղա, տանիքներից ու լուսամուտներից ողջունում էին նրան, իսկ այժմ ոչ մի ձայն չէր լսվում։
Սկսյալ քաղաքադրնից մինչև յուր ապարանքը հասնելը ամեն մի քայլում զոհեր էին մատուցանում նրա առջև։ Քահանայական դասը յուր ամբողջ սպասով, զգեստավորված ոսկեհուռ զգեստներով, խաչերով ու խաչվառներով առաջնորդում էին նրան և օրհնության շարականներ էին երգում։ Ինքը շրջապատված էր լինում յուր ավագներով, իսկ առջևից տանում էին իշխանական տան նժույգները, զարգացած ամենաթանկագին ասպազենքներով։ Իսկ այժմ դրանցից և ոչ մեկը չկատարվեցավ։ Նա հասավ իշխանական ապարանքը, բայց դռները յուր առջև փակված գտավ։ Այդ սարսափեցրեց նրան։ Ուրեմն ինձ մերժում է և իմ տունը, և իմ ընտանիքը, մտածեց նա խորին սրտատոչոր դառնությամբ։ Այստեղ եւս նույն տխուր, նույն հուսահատական տեսարանը ներկայացավ նրա առջև։ Իշխանական հոյակապ դռան փառավոր կամարները պատած էին սև պաստառներով, իսկ նրա աջ եւ ահյա կողմերում փողփողում էին երկու սև դրոշակներ։ Անհնարին խռովության մեջ կանգնած էր նա հայրենական տան մուտքի առջև եւ չգիտեր ինչ անել։ Այդ ահարկու մարդը, որի համար աշխարհում ոչինչ դժվարություններ, ոչինչ արգելքներ չկային, այժմ գտնվում էր բոլորովին անել եւ հուսակտոր դրության մեջ։ Մտածեց ետ դառնալ, բայց ինչպես ետ դառնալ։ Ամոթը եւ նախատինքը խեղդում էին նրան։ Մտածեց բախել դուռը, իսկ եթե բաց չանեին, եւ անպատճառ բաց չէին անի։ Այդ աստիճան արհամարանքը, այդ աստիճան զզվանք նա չէր սպասում մորից եւ մանավանդ յուր կնոջից։ Նրան որպես անառակ որդու թողնում էին դրսում։ Դա մի ծանր ապտակ էր նրա երեսին, դա մի դառն պատիժ էր նրա համար։ Այդ բոլոր հանդերձանքը, այդ բոլոր ցույցերը ուղղակի ասում էին նրան. դու արժանի չես ոտք դնելու հայրենական տան շեմքի վրա, ուրացողի ոտքերը կպղծեն նրան։ Նրա մարդինքն եւս գտնվում էին բոլորովին շվարյալ դրության մեջ, ոչ ոք նրանցից չէր համարձակվում մի բան ասել։ Դրան բարձրության վրա կար մի սյունազարդ վերնահարկ, բաց երեսով, որ պատշգամբի ձև ուներ։ Առջևից ծածկված էր վարագույրներով։ Վարագույրները ետ գնացին։ Վերևում հայտնվեցավ մայրը։ Տառապյալ կինը հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել։ Նրա ձախ թևքից բռնել էր աղջիկը, Մերուժանի քույրը, իսկ աջ թևքից բռնել էր հարսը, Մերուժանի ամուսինը։ Վերջինի առջևում կանգնած էին Մերուժանի երկու զավակները։ Դրանց ետևում կարգով կանգնած էր իշխանական ամբողջ ընտանիքը։ Ամենքը սգավորի հագուստով, ամենքը արտասվալի աչքերով, տեսնելով նրանց Մերուժանը ամբողջ մարմնով դողաց։ Մայր, խոսեց նա խռոյալ ձայնով, իմ քաղաքացիքը ինձանից երես դարձրին, այժմ իմ հայրենական տունն էլ իր դռները փակում է իմ առջև։ Այո, Մերուժան, պատասխանեց վերևից մայրը դառնացած կերպով։ Քո հայրենական տունը իր դռները փակում է քո առջև, որովհետև դու քո սրտի դռները փակեցիր թե Աստծո, թե քո հայրենիքի եւ թե քո խղճի առջև։ Ուրացողը, ապստամբը չէ կարող մտնել այդ տունը, Մերուժան։ Այն նորից, որ դու դավաճանեցիր քո եկեղեցուն եւ քո թագավորին, այն նորից զրկվեցար այդ տան զավակը լինելուց։ Դու, Մերուժան, այժմ այդ տան համար խորթ ես եւ օտար, որովհետև դու արատավորեցիր արծրունիների պայծառ հիշատակը։ Ուղղությունը միայն կարող է փրկել քեզ, Մերուժան։ Դարձիր չար ճանապարհից, դարձիր քո մոլորություններից։ Լսիր, Մերուժան, մոր ձայնը, որ դեռ սիրում է քեզ, եւ որ յուր դառն արտասունքների հետ այդ խոսքերը թափում է քո առջև։ Լսիր, Մերուժան, մոր ձայնը, որովհետև նրա բերանով խոսում է ամբողջ Վասպուրականը։ Եթե դու կամենում ես կրկին վայելել քո ընտանիքի եւ քո աշխարհի սերը, պետք է դառնաս չար ճանապարհից։ Ահա ուղիղ ճանապարհը, Մերուժան։ Նա ձեռքը տարավ դեպի մայր եկեղեցին եւ ապա շարունակեց. Քո հայրերը, երբ հոգնած վաստակած տուն էին վերադառնում պատերազմներից, նախ գնում էին եկեղեցի, գոհության աղոթք էին մատուցանում, ապա գալիս էին իրանց ընտանիքի սերը վայելելու։ Եթե դու քո նախահարց հարազատ որդին ես, հետևիր նրանց օրինակին։ Այնտեղ, մայր եկեղեցում, քահանայական դասը եւ քո քաղաքի ծերերը սպասում են քեզ։ Գնա, Մերուժան, նախ եկեղեցին, հաշտվիր Հիսուս Քրիստոսի հետ, զղջա քո մեղքերը, խոստովանիր քո հանցանքները Աստծո տաճարի մեջ եւ ապա վերադարձիր։ Այն ժամանակ քո տան դռները բաց կգտնես քո առջև։
Այդ երբեք չի կարող լինել, մռնչաց նա և երեսը շուռ տվեց։ Մայրիկ, մայրիկ, վերևից լսելի եղան երկու երեխաների ձայներ, ուր է գնում հայրիկը։ Այդ ձայները խոցոտեցին նրա սիրտը։